Իրան-Ամերիկա պատերազմը կարող է նորից պայթել, Իրանը հարձակվել է Քուվեյթի և Բահրեյնի վրա։ Խաղաղության պայմանագիրը կրկին վտանգված է, Թրամփը զգուշացրել է, չի բացառում, որ պատերազմը կվերսկսվի։ Իրանն էլ պատասխան սպառնացել է ԱՄՆ բազաներին։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածել էր իրանական ռազմական օբյեկտներին։ Ամերիկյան օդուժը թիրախավորել է հրթիռների մոտ 1 տասնյակ պահեստներ, Իրանի պատասխան հարվածների հետևանքով Բահրեյնում վնասվել է նաև բնակելի շենք։ Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը որսացել է 2 հրթիռ, կողմերը միմյանց մեղադրում են պայմանագրի խախտման մեջ։ Քաթարը և Հորդանանը կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, նրանք պահանջում են շարունակել դիվանագիտական երկխոսությունը։ Իրանի արտգործնախարարությունը պնդում է, Թեհրանը չի զիջի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, ԱՄՆ-ն դա չի ընդունում, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ առևտրային նավերի անցման հարցում։ Համաշխարհային տնտեսությունը, որը խաղաղության թեթև հույսի արդյունքում դրական միտումներ էր ցուցաբերում, կրկին անորոշության մեջ է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփի ՏՀ անակնկալն ուսանողներին, ում համար անհասանելի կդառնա կրթությունը, հեռանալ թե օրինականացնել կացությունը, միգրանտներին կանգնեցրել են ընտրության առջև։ Քենթուքին հայտնվել է ջրի տակ, Քոլորադոն կրակի մեջ, անհանգիստ հանգստյան օրեր։ Ջերմային պատուհաս, ԱՄՆ-ում անկախության տոնական միջոցառումները ոչ թե ջերմ, այլ ռեկորդային ջերմ կանցնեն։ Լոս Անջելեսում կրակել են մերկ հեծանվորդների վրա կանտուժացներ, իսկ թողարկման երկրորդ հատվածում սպասեք Ամերիկայի պատմության հետաքրքիր մանրամասներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Ուսանողների համար ՏՀ անակնկալներ է պատրաստել Թրամփը, նրանց վարկային բեռը դառնում է անտանելի։ Նոր օրենքով հուլիսի 1-ից վարկերի պայմանները խստանում են։ Կրճատվում են վճարման ծրագրերը և բարձրանում տոկոսները, փակվում է խնայողություններ արժեքավոր կրթության համար ծրագիրը։ Պետությունը վարկերի կառավարումը կհանձնի գանձապետարանին։ Նպատակն է ստիպել մարդկանց ավելի արագ մարել պարտքերը։ Վարկերի սահմանաչափերը նույնպես փոխվում են։ Ուսանողները այսուհետ կունենան վարկ վերցնելու նոր սահմանափակումներ։ Որոշ պարագաներում վարկի չափը չի գերազանցի $27500։ Ավտոմատ վճարման դեպքում տրվում է 1%, զեղչ նոր կանոնները կարող են ստիպել երիտասարդներին հրաժարվել կրթությունից։ Փոխարուների մի մասը ստիպված կլինի դիմել մասնավոր բանկերին, այստեղ տոկոսները շատ ավելի բարձր են և վտանգավոր, շատերը կդառնան անվճարունակ։ Փորձագետները մտահոգություն ունեն, որ առանց վճարման ծրագրերի շատերը կարող են հայտնվել պարտքերի մեջ։ Կամ հեռացեք, կամ մշտական կացության կարգավիճակ ստացեք, այս մասին հայտարարել է ԱՄՆ անվտանգության նախարարությունը։ Ժամանակակից պաշտպանության կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է շտապեն, նրանք կամ պետք է ստանան մշտական կացության իրավունք, կամ լքեն երկիրը։ Իշխանությունները յուրաքանչյուր հեռացողի կտրամադրի ինքնաթիռի տոմս և $2100։ Գերագույն դատարանի որոշումը վերաբերում է առաջին հերթին 100 հազարավոր հայիցիներին և սիրիացիներին։ Նախկինում այս կարգավիճակը պարբերաբար երկարաձգվում էր, այժմ իրավիճակը փոխվում է։ Հայիցիները ԱՄՆ են ժամանել 2010 թվականի երկրաշարժից հետո, սիրիացիները սկսեցին գալ 2012 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով։ Ներգաղթի քաղաքականությունը խստացնող Թրամփի վարչակազմը համոզված է, որ այդ երկրներն արդեն անվտանգ են և ներգաղթյալները կարող են վերադառնալ իրենց երկրները։ Հյուրընկալությունը հայերիս մշակույթի անբաժանելի մասն է և իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի ու որակյալ սնունդը։ Հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի և մեծ վստահություն վայելող Վիվալդի քեթրինգը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150-ից։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է և այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300-ով։ Ցանկանում ենք նշել, որ հենց Վիվալդի քեթրինգի ինստագրամյան էջում պատկերված սպասքով և փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները, իսկ եթե պատվիրելիս նշեք, որ Վիվալդի քեթրինգի մասին տեղեկացել է Glendale News-ից, պատվերի հետ կստանաք լիովին անվճար մրգերի ասորտի։ Նշեմ, որ այս առաջարկն ուժի մեջ է միայն ամռան ամիսների։ Պատվիրելու համար զանգահարեք 707 771 7771 հեռախոսահամարով, իսկ ինստագրամյան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում։
լրացուցիան բաժնում։ Այժմ շարունակենք թողարկումը։ Հզոր փոթորիկները ջրի տակ են առել Քենթուկի նահանգը, տեղումներն այնքան առատ էին, որ կարճ ժամանակում հասել են ռեկորդային չափերի։ Մեդիսոն շրջանում 3 մարդ է մահացել, նրանցից մեկը մահացել է ավտովթարից, երկուսը խեղդվել են իրենց տան նկուղում։ Բուլիթ շրջանում վնասվել է ջրամբարը, բնակիչներին հրամայել են տարհանվել ապահով վայրեր։ Ջրի մակարդակը որոշ տեղերում սկսել է նվազել, սակայն վտանգը դեռ չի անցել։ Որոշ մասնագետներ այս հեղեղումները համեմատում են անցյալ տարի Թեքսաս նահանգում գրանցված աղետի հետ։ Այստեղ զոհվել էր 139 մարդ, Քենթուկիում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, դեռ կան անհետ կորածներ։ Կոլորադո-Յուտա սահմանին անտառային հրդեհներն են զոհերի պատճառ դարձել, 3 հրշեջ զոհվել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քեթընվուդի հրդեհը վերածվել է ահռելի աղետի, այն ավերել է լեռնադահուկային հանգստավայրը։ Արևմտյան ԱՄՆ-ում օդը շատ չոր է, քամիները նոր օջախներ են ստեղծում, Յուտայի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել, նա արգելել է հրավառությունը։ Կոլորադոյի նահանգապետը օգնության է կանչել ազգային գվարդիան, քաղաքացիները մնացել են առանց էլեկտրականության, էլեկտրացանցերը անջատվել են անվտանգության նկատառումներով։ Հրդեհային իրավիճակը Կալիֆոռնիայից մինչև Արիզոնա մնում է ծայրահեղ բարդ, վիճակագրությունը սարսափելի է։ Տարեսկզբից այրվել է 3 միլիոն ակր հող, դա արդեն գերազանցում է 10-ամյա միջին ցուցանիշը։ Կլիմայական պայմանները մնում են մտահոգիչ, ջերմաստիճանը բարձր է, խոնավությունը նվազել է վտանգավոր մակարդակի, շոկ եղանակը շարունակվում է։ ԱՄՆ պատրաստվում է աննախադեպ շոքերի, 142 միլիոն մարդ գտնվում է ազգային եղանակային ծառայության զգուշացման տակ։ Այս շաբաթ թիվը կավելանա։ Օդի ջերմաստիճանը շատ վայրերում կգերազանցի 40 աստիճանը, Ֆիլադելֆիայում այն կհասնի 44 աստիճանի։ Այս եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 4-ը, շոկը կտարածվի հարավարևելյան եւ միջին արևմտյան շրջաններում։ Արևմուտքում շարունակվում են անտառային հրդեհները, Կոլորադոյում արդեն կան զոհեր, ուժեղ քամին օգնում է կրակի տարածմանը։ Մասնագետները զգուշացնում են, վտանգը պահպանվելու է առաջիկա օրերի ընթացքում, գիտնականները սա կապում են գլոբալ տաքացման հետ։ Այն մեծացնում է նման աղետների հաճախականությունը, սպասվող շոկը կարող է գերազանցել նախորդ բոլոր ռեկորդներին։ Իրավիճակը լարված կմնա շաբաթվա ողջ ընթացքում։ Իրվայնի ոստիկանությունը վնասազերծել է հանցագործների կազմակերպված խումբ, ձերբակալվել է 6 մարդ, այդ թվում 4 անչափահաս։ Խումբը կապված է Հարավային Ամերիկայի հետ, նրանք կատարել են ավելի քան 10 բնակարանային գողություն։ Գործողությունները տևել են 1 տարի։ Քննիչները երկար ժամանակ են հետևել նրանց, հավաքել ապացույցներ։ Ոստիկանները գործել են Բելֆլաուերում եւ Հանթինգթոն Բիչում։ Ձերբակալություններ են եղել նաեւ Լոս Անջելեսում։ Իրավապահները պարզում են, արդյոք սա ամբողջ խումբն է, թե այն ավելի մեծ ցանցի մի մաս է միայն։ Հետաքննությունը շարունակվում է։ Անօրինական ավտոշոուն Քարսոնում վերածվել է արյունալի հաշվեհարդարի, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի տվյալներով կրակոցներ են հնչել Հարմոն պողոտայի խաչմերուկում, 7 մարդ ստացել է հրազենային վնասվածք, 1 տղամարդ մահացել է հենց դեպքի վայրում, 2 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, եւս 4 հոգի հիվանդանոց են հասել ինքնուրույն։ Դեռևս պարզ չէ ինչն է այս բռնության պատճառը, հրաձիգի մասին որևէ տեղեկություն դեռ չկա, այս պահին ոչ ոք չի ձերբակալվել։ Ավտոշոուի մասնակիցներից շատերը փախուստի են դիմել դեպքից անմիջապես հետո, ոստիկանությունը սկսել է հետաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։ Garden Grove-ում շուտով մրգի բույր կտարածվի, սակայն սա սովորական բույր չէ։ GKN Aerospace ընկերությունը սկսում է վտանգավոր քիմիական նյութերի մաքրումը։ Աշխատանքները կտևեն երկուշաբթիից մինչև հինգշաբթի։ Մասնագետները կհեռացնեն տարածքում առկա չեզոքացված, թունավոր եւ դյուրավառ հեղուկները։ Տեղի բնակիչները կարող են նկատել մրգային հոտ։ Այս հոտը վտանգավոր չէ առողջության համար, վստահեցնում են մասնագետները։ Իրավիճակը վերահսկվում է հատուկ միացյալ հրամանատարության կողմից, իրականացվելու է օդի շուրջօրյա մշտադիտարկում։ Անհրաժեշտության դեպքում աշխատանքների պայմանները կփոփոխվեն։ Գործընթացը տեղի կունենա միայն ցերեկային ժամերին, բնակիչները կարող են հետևել տվյալներին հատուկ կայքում։ Հիշեցնենք, որ գործարանում արտահոսքը գրանցվել էր մայիսի 21-ին, սկսվել էր խոշոր հրդեհ։ Պայթյունի վտանգը մեծ էր։ Այն ժամանակ շուրջ 40,000 մարդ տարհանվեց շրջակա տարածքից, սակայն երջանիկ
մեխանիկ պատահականությամբ պայթյունը տեղի չունեցավ։ Այժմ տարածքը համարվում է ապահով։ Տուժած փոքր բիզնեսները կարող են ստանալ դաշնային վարկեր, օդի որակը կմնա անընդհատ հսկողության տակ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավից հետևակային է անհետացել, դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Այդ պահին զինվորականները գտնվել են ուսումնական զորավարժանքի մեջ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ըստ պաշտոնական աղբյուրների որոնումները տարածվել են 2400 քառակուսի մղոն տարածքում, կիրառվել են 3 նավ եւ 12 ինքնաթիռ։ Անհետացածը ծառայել է 13-րդ ծովային արշավախմբային ստորաբաժանման կազմում։ Ռազմանավը, որի վրա նա ծառայել է, բազավորված է Սան Դիեգոյում։ Լոս Անջելեսում սկսվեց աշխարհի գավաթի փլեյ-օֆը, Կանադան մրցեց Հարավային Աֆրիկայի հետ։ Սա 32 լավագույնների առաջին հանդիպումն էր։ Կանադան հաղթեց 1-0 հաշվով։ Սա Լոս Անջելեսում կայացած ամենամարդաշատ հանդիպումներից մեկն էր։ Կանադան շարունակում է պայքարը հաջորդ փուլում։ Հարավային Աֆրիկան ավարտեց իր մասնակցությունը մրցաշարին։ Լոս Անջելեսը պատրաստվում է հաջորդ հանդիպումներին։ Ֆուտբոլային տոնը շարունակվում է։ Խորհուրդներ, որոնք կարող են ձեր կյանքը փրկել, հատկապես ծովափնյա հանգստի ակտիվ փուլում։ Փրկարարներն հիշեցնում են ծովափի ամենամեծ վտանգներից մեկի հակառակ հոսանքների մասին։ Դրանք տարեկան հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Միայն այս տարի ԱՄՆ-ում արդեն 21 մարդ է մահացել։ ԱՄՆ Փրկարարական ասոցիացիայի տվյալներով փրկարարական գործողությունների 80%-ի առիթը հենց հակադարձ հոսանքներն են լինում։ Հակադարձ հոսանքը նեղ ջրահոսք է դեպի բաց ծով, այն դժվար է նկատել արտաքնից, ջրի մակերեսը հաճախ հանգիստ է թվում, բայց իրականում շատ արագ է շարժվում։ Հոսանքի արագությունը կարող է հասնել վայրկյանում 3.2 մետր, այդպիսի հոսանքի դեմ պայքարելը գործնականում անհնար է։ Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել հանգստություն, պետք է պառկել մեջքի վրա եւ հանգիստ լողալ խնայելով ուժերը։ Եթե արդեն կողմնորոշվել եք եւ կարող եք ինքնուրույն գործել, պետք է լողալ ոչ թե դեպի ափը, այլ ափին զուգահեռ։ Սա թույլ կտա դուրս գալ հոսանքի նեղ շերտից եւ կմեծացնի փրկվելու շանսերը, բայց ամենակարևորը ոչ մի դեպքում չի կարելի ծով մտնել միայնակ, քանի որ նման դեպքերում անգամ օգնություն կանչելը կլինի գործնականում անհնար, հիշեցնում են փրկարարները։ Երկու լեռնագնացներ մնացել էին ժայռի վրա Սան Բեռնարդինոյում, նրանք եղել են արևմտյան Լարք երթուղու հատվածում։ Դեպքի վայր են ժամանել մի քանի մասնագիտական խմբեր։ Ռիվերսայդի լեռնային փրկարարական միավորը ևս մասնակցել է աշխատանքներին։ Նրանք հասել են ժայռի գագաթը, որտեղ էլ գտել են լեռնագնացներին անվնաս վիճակում։ Փրկարարները նրանց տարհանել են ուղղաթիռների օգնությամբ։ Սան Բեռնարդինոյի ազգային անտառը հաճախ է գրավում լեռնագնացներին, սակայն այն բազմաթիվ վտանգներ ունի։ Փրկարարական ծառայությունները հորդորում են խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ճանճերի բանակը վտանգավոր մակաբույծների դեմ, այո, ճիշտ լսեցիք, ու դա ֆանտաստիկ ֆիլմի սցենար չէ։ ԱՄՆ-ն եւ Մեքսիկան բացել են ճանճերի արտադրության գործարան, արտադրված ճանճերը կօգնեն պայքարել անասնապահության մեջ վնասներ պատճառող թրթուրների դեմ։ Ծրագրի արժեքը գերազանցում է $50 միլիոն։ Գործարանը շաբաթական կարտադրի մինչև 100 միլիոն անպտուղ ճանճ։ 2024 թվականից ի վեր Մեքսիկայում վարակվել է 30,000 կենդանի։ Հունիսի սկզբին դեպքեր են գրանցվել նաև Թեքսասում։ Այդ պատճառով ԱՄՆ-ն 2025 թվականից փակել է սահմանը մեքսիկական անասունների ներմուծման համար։ Սա նշանակում է, որ շուկայում տարեկան 1 միլիոն կենդանի պակաս կվաճառվի։ Թեքսասի ֆերմերներն արդեն կանգնել են պաշարների սղության խնդրի առաջ։ Գործարանը պետք է կրկնապատկի ազատ արձակվող միջատների քանակը։ Այժմ հիմնականում շեշտը դրված է սահմանային գոտիների պաշտպանության վրա։ Հաջորդ քայլը կլինի հենց Թեքսասում նման գործարանի կառուցումը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ ԱՄՆ 250-ամյակը Լոս Անջելեսում կնշվի նաև տոնական զեղչերով։ Ռեստորանները եւ խանութները առաջարկում են հատուկ գներ։ Շատ ապրանքներ կարժենան հենց $250։
Benihana-ն առաջարկում է հատուկ ճաշացանկ $17.76 արժեքով։ Bobby's Burgers-ում բուրգերը կվաճառվի $7.04-ով։ Dog House-ը առաջարկում է հոթ դոգեր եւ գարեջրեր $17.76։ Eddie Merlot's-ում առցանց պատվերների համար գործում է 25% զեղչ։ Nothing Bundt Cakes-ը ներկայացնում է տոնական թխվածքներ։ PJ's Coffee-ն վաճառում է լիմոնադ $2.50-ով։ Tender Greens-ը տալիս է նվերքարտեր մեծ պատվերների համար։ Teriyaki Madness-ը տալիս է բոնուսային միավորներ առցանց գնորդներին։ The Greeny Turtle-ում գարեջուրը կլինի $2.50։ Տոնական ակցիաները կշարունակվեն հուլիսի առաջին օրերին։ Փակումից առաջ հռչակավոր La Brea խեժի փոսերը հրավիրում են հրաժեշտի խնջույքի։ Շաբաթ գիշերը այստեղ կհնչի 1970-ականների երաժշտություն։ Միջոցառումը կոչվում է Վերջին պարը La Brea-ում։ Այն նվիրված է թանգարանի գրեթե 50-ամյա գործունեությանը։ Հյուրերը պետք է հագնվեն 70-ականների ոճի հագուստներ։ Լավագույն զգեստը կստանա մրցանակ, կլինի հատուկ DJ, կմատուցվեն հատուկ խմիչքներ եւ ուտեստներ։ Այս ամենը կընթանա տոնական մթնոլորտ։ George Page-ի անվան թանգարանը կփակվի հուլիսի 7-ին, վերանորոգումը կտևի շուրջ 2 տարի։ Սա թանգարանի պատմության ամենամեծ փոփոխությունն է։ Շրջակա այգին կշարունակի գործել նախկինի պես, վերանորոգումից հետո կավելանան նոր ցուցասրահներ եւ լաբորատորիաներ։ Թանգարանի շենքը կարդիականացվի եւ կդառնա ավելի հարմարավետ։ Մեր քեծանվորդների երթը Լոս Անջելեսում վերածվել է փոխհրաձգության։ Մի տղամարդ է կրակել երթի մասնակիցների վրա։ Սև հագուստով հրաձիգը մոտեցել է սկուտերով։ Տղամարդը կրակել է օդաճնշիչ զենքով։ 2 մարդ վնասվածք է ստացել։ Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են կասկածյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մահացու զենքով հարձակման համար։ Իրավապահները շարունակում են քննությունը։ Դեպքը տեղի ունեցել Temple եւ Հյուսիսային Ալամեդա փողոցների խաչմերուկում։ Ոստիկանները փակել են տարածքը, հեծանվորդների մեծ մասը շարունակել է երթը, հարցաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կներկայացնի ամերիկյան պատմության ամենահետաքրքիր թվերն ու շրջադարձերը։ 250 տարվա ընթացքում ԱՄՆ-ն դարձել է աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը, տարածքով մի քանի անգամ մեծացել, բնակչությամբ աճել տասնյակ անգամներ ու դարձել 50 նահանգ։ Բարև ձեզ։ 2026 թվականի հուլիսի 4-ին երկիրը նշում է իր 250-ամյակը, բայց ամենահետաքրքիրը թվերը չեն, ավելի հետաքրքիր է, թե ինչպես մի քանի միլիոն բնակիչ ունեցող նորաստեղծ հանրապետությունը վերածվեց համաշխարհային ուժային կենտրոնի միջուկային գերտերության։ Ամերիկյան 250-ամյակի տոնակատարությունները մեկնարկել են դեռ 2025-ից եւ շարունակվում են ամբողջ երկրում։ Պատմական ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, հոբելյանական մետաղադրամներ եւ հարյուրավոր միջոցառումներ հիշեցնում են, որ 250 տարի առաջ դրվել են մի պետության հիմքերը, որը հետո պետք է աշխարհի ճակատագիրը որոշեր։ ԱՄՆ-ի պատմությունը սկսվեց 1776 թվականի հուլիսի 4-ին, երբ 13 բրիտանական գաղութները հայտարարեցին Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին։ Հռչակագրի գլխավոր հեղինակը Թոմաս Ջեֆերսոնն էր, իսկ հիմնադիր հայրերի շարքում են Ջորջ Վաշինգտոնը, Ջոն Ադամսը, Բենջամին Ֆրանկլինը եւ այլ գործիչներ։ Նորաստեղծ երկրի տարածքը մոտ 2.3 միլիոն քառակուսի կիլոմետր էր։ Սկզբնական 13 նահանգները ձգվում էին Ատլանտյան ափի երկայնքով Նյու Հեմփշիրից մինչև Ջորջիա։ Հետագա տասնամյակներում ԱՄՆ-ն ձեռք բերեց Լուիզիանան, Ֆլորիդան, Թեքսասը, Օրեգոնի տարածքները, Ալյասկան եւ այլ շրջաններ։ Երկրի տարածքը հասավ մոտ 9.8 միլիոն քառակուսի կիլոմետրի, ավելի քան քառակի աճ գրանցելով անկախության ժամանակաշրջանի համեմատ։ 13 նահանգից 50-ի հասնելու ճանապարհը տևեց 183 տարի։ 1959 թվականին ԱՄՆ-ին միացան Ալյասկան եւ Հավայան կղզիները։ Այսօր ամենամեծ նահանգը Ալյասկան է, ավելի քան 1.7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, իսկ ամենափոքրը Ռոդ Այլենդը։ Եթե 1790 թվականի առաջին մարդահամարի ժամանակ ԱՄՆ-ում ապրում էր մոտ 3.9 միլիոն մարդ, ապա այսօր բնակչությունը գերազանցում է 340 միլիոնը։ 2.5 դարի ընթացքում երկիրը դարձել է համաշխարհային մասշտաբով ներգաղթի գլխավոր ուղղություններից մեկը, որտեղ բնակչության աճը ձևավորվել է թե բնական աճի, թե աշխարհի տարբեր երկրներից եկած միլիոնավոր մարդկանց շնորհիվ։
Այս 250 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ունեցել է 45 նախագահ։ Ամենաերկար պաշտոնավարած նախագահը Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն էր, որը ընտրվել է 4 անգամ եւ ղեկավարել երկիրը ավելի քան 12 տարի։ Նրանից հետո ամենաերկար ծառայած նախագահները կառավարել են 2 ժամկետով 8 տարի։ ԱՄՆ-ի պետական համակարգի հիմքում 1787 թվականին ընդունված սահմանադրությունն է, որը ուժի մեջ մտավ 1789-ին։ Այն աշխարհի ամենահին գործող գրավոր սահմանադրություններից է։ Այս ընթացքում այն փոփոխվել է 27 անգամ։ Առաջին 10 փոփոխությունները, որոնք հայտնի են որպես իրավունքների բիլ, ընդունվել են 1791 թվականին, այսինքն մոտ 200 տարվա ընթացքում ԱՄՆ սահմանադրությունում կատարվել է ընդամենը 17 փոփոխություն։ ԱՄՆ-ն մասնակցել է տասնյակ պատերազմների, սակայն խոշոր պատերազմներից միայն մի քանիսն են տեղի ունեցել անմիջապես երկրի տարածքում կամ սահմանների մոտ։ Ամենախոշորներից են անկախության պատերազմը 1812 թվականի պատերազմը, Մեքսիկա-ամերիկյան պատերազմը, քաղաքացիական պատերազմը, երկու համաշխարհային պատերազմները, Կորեայի, Վիետնամի, Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմները։ ԱՄՆ մայրցամաքային տարածքի վրա ուղիղ ռազմական հարձակումների դեպքեր համեմատաբար քիչ են եղել։ Ամենահայտնիները 1812 թվականի պատերազմի գործողություններն էին՝ ճապոնական հարձակումը Փերլ Հարբորի վրա 1941-ին եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները։ Երկրի ռազմական պատմության մեծ մասը սակայն տեղի է ունեցել նրա սահմաններից դուրս։ Շատ պատմաբաններ համաձայն են, որ ԱՄՆ-ն համաշխարհային գերտերություն դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այսօր այն շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը, ունի ամենամեծ ռազմական բյուջեն եւ առանցքային դեր է խաղում միջազգային կազմակերպություններում, համաշխարհային ֆինանսներում, տեխնոլոգիաներում եւ գիտության ոլորտում։ Ամերիկյան ազդեցությունը զգացվում է ամենուր՝ Հոլիվուդից մինչև Սիլիկոնյան հովիտ, ՆԱՍԱ-ից մինչև համաշխարհային ֆինանսական շուկաներ, երկիրը շարունակում է մնալ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների, կրթության եւ միջազգային քաղաքականության գլխավոր կենտրոններից մեկը, պահպանելով այն դիրքը, որը ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսից։ 250 տարին պատմության համար գուցե շատ մեծ ժամանակահատված չէ, բայց պետության համար ահռելի ճանապարհ է՝ 13 նահանգից մինչև 50, 4 միլիոն բնակչից մինչև ավելի քան 340 միլիոն, տարածաշրջանային հանրապետությունից մինչև համաշխարհային գերտերություն։ ԱՄՆ-ի 250-ամյակը ոչ միայն տարեդարձ է, այլ նաև առիթ հասկանալու, թե ինչպես են գաղափարները երբեմն փոխում ամբողջ աշխարհի պատմությունը։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։